Բարև ձեզ, Արմլուրի տաղավարում զրուցելու ենք Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ ենք մեզ շնորհելու համար։ Ես եմ ձեզ շնորհակալ։ Սիրով, պարոն Չալաբյան, սկսենք խաղաղության պայմանագիր կոչված փաստաթղթով, արդեն մի քանի տարի է ինչ շահարկվում է խաղաղության պայմանագիրը, որը այդպես էլ չի կնքվում եւ վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ եթե անհրաժեշտություն լինի, ապա միակողմանի է ստորագրելու այդ փաստաթուղթը եւ սրան զուգահեռ էլ տեսնում ենք, որ չնայած այն ամենին, որ համաձայնեցվել են բոլոր չհամաձայնեցված կետերը, այդ թվում նաև միջազգային կազմակերպություններից բոլոր հայցերը պետք է եւ Հայաստանը եւ Ադրբեջանը վերցնի, բայց սրան զուգահեռ տեսնում ենք, որ Ադրբեջանը նոր հայցեր է ներկայացնում ընդդեմ Հայաստանի եւ Ալիևն էլ երեք հայտարարեց, որ հայերի հետ հնարավոր չէ բարեկամ դառնալ։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը, իրատեսական եք համարում խաղաղությունը այս վարակայում։ Շատ լավ, մի քիչ երկար է ձեր հարցը ու դրա համար իր տարբեր մասերին տարբեր պատասխաններ պետք տալ։ Նախ սկսենք նրանից, որ Փաշինյանը իրականում չի հայտարարել, որ նա պատրաստ է միակողմանի ստորագրել։ Նա ասել է, որ պատրաստ է ստորագրել։ Ինքը հետո իրան ուղղեց, որ բնականաբար միակողմանի հնարավոր չի պայմանագրեր ստորագրել։ Հիմա իրականում, եթե այդ ամբողջ գործընթացը նայենք բանի մեջ, ժամանակային հեռանկարի մեջ, ապա պետք է հասկանալ այն, որ Ադրբեջանին մի կողմից ձեռնտու է բնականաբար այդ համաձայնագիրը ստորագրել, որովհետև այդ դեպքում նա փակում է դրանով Արցախի հարցը, բացարձակ փակում է Արցախի հարցը, եւ դա նրա համար բնականաբար շատ շահավետ է։ Այդ դեպքում հարց է առաջանում, ինչու Ադրբեջանը այդ համաձայնագիրը չի ստորագրում։ Ադրբեջանը այդ համաձայնագիրը չի ստորագրում, որովհետև գիտակցում է, որ Հայաստանը Փաշինյանի եւ իր վարչախմբի ձեռամբ հիմա հայտնվել է շատ թույլ վիճակում եւ հավակնում է ավելին ստանալ, քան Արցախը։ Օրինակ փորձել ստանալ, ենթադրենք Սյունիքով ճանապարհ դեպի Նախիջևան, որը կվերահսկվի իր կողմից, կամ օրինակ կարողանալ Հայաստանից փոխել այսպես կոչված անկլավները, որոնք իրականում Հայաստանի Հանրապետության տարածք են եւ երբևիցե Ադրբեջանի մաս, որպես այդպեսին չեն եղել, մանավանդ անկախ Ադրբեջանի մաս, կամ փորձել Հայաստանին պարտադրել ադրբեջանցիների վերաբնակեցում կամ բնակեցում ընդհանրապես ասած Հայաստանում ընդորում միֆական թիվ է հորինված 300,000 ադրբեջանցիների մասին, որ բնականաբար այդպիսի թիվ երբեք գոյություն չի ունեցել, խորհրդային Հայաստանում եղել է մոտավորապես 150,000 ադրբեջանցի, որոնք ճնշող մեծամասնություն իրենց կամքով է հեռացել ավելին, իրենց գույքն են վաճառել կամ դրա դիմաց փոխհատուցում են ստացել եւ այլն։ Բայց Ադրբեջանը փորձում է բոլոր այդ միջոցներով Հայաստանի վրա ճնշում գործադրել, որտեղ մեծ հաշվարկով Ադրբեջանը մի նպատակ ունի։ Այդ նպատակը, որպես այդպեսին Հայաստանի Հանրապետությունը իրեն ենթարկելն է, ընդհանրապես իրեն յենթարկելն է եւ ժամանակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը որպես հայկական պետություն վերացնելն է։ Նրանք չեն էլ թաքցնում եւ Ադրբեջանը ըստ էության Ալիևը այդ իմաստով ազնիվ է, նա պարբերաբար ասում է դրա մասին, պարբերաբար ասում է, որ իրանց տերմիններով ասում է Զանգեզուրը, Գյոկչան եւ Երևանը մերն են եւ այլն։ Նա չի թաքցնում, նա որ ուզում է Հայաստանի Հանրապետությունը վերացնի։ Դրա պատճառով է, որ նա այդ պայմանագիրը հիմա չի ստորագրում, լիացիչ անհեթեթ անմիտ նախապայմաններ է դնում, շարունակում է ձգձգել այդ գործընթացը եւ որը նաեւ ցույց է տալիս, որ բոլոր այն հույսերը, որը կարելի է թուլության դիրքերից Ադրբեջանի հետ խաղաղության հասնել, դրանք իդերև են դուրս գալի։ Ադրբեջանի հետ խաղաղության կարելի է հասնել միայն ուժի դիրքից։ Եվ տեսնում ենք, որ առավել շատ շահագրգռված է հայկական կողմը։ Եթե այսպես թե այնպես, այնուամենայնիվ խաղաղության պայմանագիրը կնքվի, ինչ է տալու խաղաղության պայմանագիրը Հայաստանին, ինչ է շահելու Հայաստանը։ Տեսեք, դուք օգտագործում եք հայկական կողմը արտահայտությունը, բայց իրական խոսքը վերաբերում ոչ թե հայկական կողմին։ Հայաստանում գործող վարչախմբին, որը եկեք արձանագրենք, որ նախ այլևս ժողովրդի աջակցությունը չունի, այդ օրակարգը այսպես կոչված է միայն երկարաձգելու այդ վարչախմբի հոգեվարքը եւ իր գոյությունը, Հայաստանի Հանրապետությունը ոչ մի շահ չունի իրականում այդպիսի պայմանագիր ստորագրելուց, որտեղ ինչպես ես արդեն ասացի, այդպիսի պայմանագրի ստորագրումը թաղում է Արցախի հարցը, հավերժ թաղում է Արցախի հարցը, փակում է։ Իրականում Հայաստանի Հանրապետությունը պետք է շահագրգռված լինի այնպիսի խաղաղությամբ, որը արդար է, որը բխում է մեր իրական իրավունքներից, հա, եւ որը մասնապես Արցախի հարցին տալիս է այնպիսի լուծում, որպեսզի դա չդառնա հավերժական թշնամության եւ հավերժական այսպես ասած արունածոր վերք չդառնա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այդ լուծումը գտնված չի։ Իսկ Ադրբեջանը օգտվել է այս գործող վարչախմբից, Հայաստանի թուլությունից, միջազգային իրավիճակից, աշխարհական գործոններից, որպեսզի Արցախի հարցը իրանց պատկերացման մեկընդմիշտ փակեն։ Բայց Արցախի հարցը փակված չի իրականում։
Ոչ մեկ էլ տենց չի մտածում։ Հայաստանի Հանրապետություն բնակչության 80%-ը համարում է, որ Արցախի հարցը փակված չի։ Մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում նույնիսկ եվրոպական տարբեր քաղաքական գործիչներ, Կանադայի քաղաքական ղեկավարությունը եւ այլն խոսում են նրա մասին, որ Արցախի հարցը լուծված չի ընդհանրապես։ Նույնիսկ Ռուսաստանն է սկսել դրա մասին խոսալ, որը ցույց է տալիս, որ հնարավոր չի ուժի միջով Պայմանագրով ուղիղ հարվածում ենք փաստորեն Արցախի հարցին։ Չի խաղաղության պայմանագրով նույնպես եմ ասում, խաղաղության պայմանագիր կոչված թղթի կտորով մենք թաղում ենք Արցախի հարցը։ Մենք թաղում ենք այն 150,000 մարդկանց իրավունքների, երազանքների, իղձերի հարցը, որոնք իրավունք ունեն ի վերջո ապրելու իրենց հայրենի հողում, իրենց հայրենի տանը, տիրություն անելու իրենց նախնիների գերեզմաններին, աղոթելու իրենց նախնիների կառուցած եկեղեցիներում կամ իրենց կողմից սարքած դպրոցներում սովորեն իրենց երեխաները։ Ինչպես ենք մենք պատկերացնում, այդ 150,000 մարդու իրավունքից զրկել ոնց ենք պատկերացնում։ Պարոն Չալաբյան, նաև երբ հայտարարվեց, որ արդեն վերջին երկու չհամաձայնեցված կետերը համաձայնեցվել են, շատ երկրներ ողջունեցին Ադրբեջանի եւ Հայաստանի այս դիրքորոշումը ու նաև այդ թվում նաև Իրանը։ Եթե չենք կարող բացառել, որ այդ պայմանագիրը չի կնքվելու, քանի որ շատ քաղաքական գործիչներ հակված են կարծելու, որ այդ փաստաթուղթը, այդ համաձայնագիրը այդպես էլ չի կնքվելու, բայց եթե այնուամենայնիվ կնքվի, մեր հարևան Իրանի դիրքորոշումը որն է լինելու այստեղ, ինչ քաղաքականություն է որդեգրելու Իրանը։ Չեմ կարող Իրանի փոխարեն դա պատասխանել, բայց եկեք դատողությունները կառուցենք իրենց հայտարարությունների եւ իրենց գործողությունների հիման վրա։ Տեսեք, երբ որ Արցախյան պատերազմը տեղի ունեցավ, Իրանը փաստացի չմիջամտեց, որը իրականում ցավալի էր, որովհետեւ այն ինչ որ տեղի ունեցավ, խփեց ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև խփեց Իրանի Հանրապետությունը։ Այդ տարածքներում, որ Ադրբեջանը խլեց Արցախի Հանրապետությունից եւ հայությունից եւ օկուպացրեց, այդ տարածքներում հիմա կառուցված են ռազմական բազաներ եւ ռազմական օդանավականներ, որոնք ունեն երկակի նշանակություն, դրանք պետք է օգտագործվեն ապագայում ոչ միայն Հայաստանի Հանրապետության դեմ, այլև Իրանի Հանրապետության դեմ։ Իրանը դա հասկանում է։ Իրանը մեկ էլ այն գիտակցությունը, որ իրանք սխալվեցին այն ժամանակ չմիջամտելով եւ турք տալով թուրք-ադրբեջանական տանդեմի վտանգելով նաև իրենց։ Այո, վտանգելով նաև իրենց հյուսիսային նահանգները։ Տեսեք, ի վերջո հյուսիսային նահանգներում Ադրբեջանի Իրանի մեծամասամբ ապրում է թուրքալեզու բնակչություն, ադրբեջանցիներն նրանց ադրբեջանցի են կոչում, բայց դա նույն ադրբեջանցիները չեն բնականաբար, նրանք պարզապես թուրքալեզու մարդիկ են եւ Ադրբեջանը եւ Թուրքիան ամեն կերպ փորձում են ազդել Իրանի այդ հատվածի բնակչության վրա, այնտեղ գրգռել պանթուրքիստական տրամադրություններ, փորձել ինչ-որ իմաստով տրոհել Իրանը։ Իրանը հիմա հասկանում է, որ դա իր համար վերջի կարմիր գիծն է, եթե օրինակ Սյունիքը գրավի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, Իրանը արտաքին աշխարհի հետ կարևորագույն հաղորդակցության ցամաքային ուղին կկորցնի, կարևորագույն։ Ծովային նա ունի, բայց ծովայինը շատ երկար է, պետք է հիշել, որ Իրանից եթե ուզում եք օրինակ դուք գնաք Եվրոպա կամ պետք է Աֆրիկան շրջանցեք, կամ գնաք Սուեզի ջրանցքով, Ջիբրալթարով եւ այլն անցնեք, այսինքն դա բավական երկար ուղիներ են։ Կարճ ուղին անցնում է Հայաստանով։ Եվ ըստ էության Զանգեզուրի միջանցք կոչեցյալի շուրջ էս ամբողջ առևտուրը ուղղված է ոչ միայն Հայաստանի դեմ, այլև ուղղակի Իրանի դեմ, որպեսզի Իրանին կարողանան կտրել Եվրոպայից։ Այն պայմաններում, երբ որ Իրանը շատ շահագրգռված է Եվրոպայի հետ համագործակցության մեջ։ Իրանը դա գիտակցում է եւ ես կարծում եմ, որ այսօր եւ երեք նաեւ Մեղրիում անցնում էին հայ-իրանական առաջի զորավարժությունները համատեղ, ցույց է տալիս իր կողմից շահագրգռվածության բարձր մակարդակի, դեպ ձեզ ասեմ, մի քանի տարի արդեն Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը կոչ էր անում Հայաստանի գործող վարչախմբին համատեղ զորավարժություններ անել, համատեղ պատրաստել Սյունիքի պաշտպանությանը եւ այլն, եւ գործող վարչախումբը ըստ էության անընդհատ մերժում էր։ Այն որ նույնիսկ այս գործող վարչախումբը գնացել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ զորավարժությունից, ցույց է տալիս, թե վիճակը նախ ինչքանով որ լարված է, ինչքանով սուր է, եւ նաեւ թե իսկապես Իսրայելն ինչքան շահագրգռված է, տվյալ դեպքում սեփական շահերից ելնելով, չեմ ուզում որ մեր սիրուն աչքերի համար են դան, սեփական շահերից ելնելով պաշտպանել հայկական Սյունիքը։ Պարոն Չալաբյան, տեսեք, այսօր շատ քաղաքական ռազմական գործիչներ չեն բացառում նաև, որ կլինի Իրան-Իսրայել բախումը մեծ հավանական է, գտնում են, որ մեծ հավանական է այն, եթե բախումը լինի, ինչ ազդեցություն է այդ բախումը թողնելու տարածաշրջանի վրա եւ հատկապես Հայաստանի վրա, եւ նաև խնդրեմ դուք եւս նշեք, արդյոք դուք ըստ ձեզ հավանական համարում եք Իրան-Իսրայել բախումը։ Տեսեք, Իրան-Իսրայել բախումը որպես այդպեսին նախ արդեն տեղի ունեցել։ Հիշեցնում ձեզ, որ անցած տարի այդ երկու երկրները փոխանակվեցին հրթիռակոծությամբ,
ընդ որում բավական massայական Իրանը իր տարածքից մոտ 200 հրթիռ արձակեց Իսրայելի վրա, Իսրայելը իր կործանիչ ինքնաթիռներով գրոհեց Իրանի հոբ համակարգերը եւ այլն, այսինքն այդ ամեն ինչ արդեն տեղի ունեցել։ Բախմանը որպես այդպեսին չի դադարել։ Հիմա խնդիրը այլ է, որ այդ բախմանը կարող է միանալ Միացյալ Նահանգները եւ իր ամբողջ ռազմական հզորությունը գործադրի Իրանի դեմ։ Այն ինչ որ ըստ էության ստեղծել է տարածաշրջանային լարվածության աննախադեպ բարձր մակարդակ։ Հիմա այս շաբաթվա սկզբին մենք ականատես եղանք Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության այն մասին, որ շաբաթ օրվանից սկսած Իրանի հետ անմիջական բանակցություններ կսկսեն։ Հիմա ինչ մեր խնդիրը։ Մինչև այդ էլ կար որոշակի բանակցային գործընթաց Իրանի Իսլամական Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև, բայց դա միջնորդավորված էր։ Տեղի էր ունենում Օմանում եւ ըստ էության փաստորեն Իրանի պաշտոնյաները խոսում են Օմանի պաշտոնյաների հետ, Օմանի պաշտոնյաները խոսում են ԱՄՆ պաշտոնյաների հետ, անմիջական ոնց որ իրանց միջև կոնտակտ չկար։ Հիմա ենթադրաբար շաբաթ օրվանից այդ կոնտակտը կսկսի, Իրանը դիմադրում էր դրան, բայց գնալու է դրան, որովհետեւ ըստ էության ուժային ճնշումը շատ մեծ է Իրանի նկատմամբ, բայց Իրանն էլ այս ընթացքում իր պայմաններն առաջ քաշել։ Օրինակ պատժամիջոցների վերացում, օրինակ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի շարունակություն, որտեղ ըստ էության խոսքը գնում է Իրանի ռազմական միջուկային ծրագրի դադարեցման մասին։ Բայց Իրանը իր պայմաններն առաջ դնում։ Եվ ես ենթադրում եմ, որ եւ Իրանը եւ Միացյալ Նահանգները շահագրգռված են իրականում բանակցային լուծման հասնելու, բայց դա փշոտ ճանապարհ է լինելու, հա, որովհետեւ իրենց պատկերացումները թե ինչպեսին պետք է լինի վերջնական հանգուցալուծումը շատ էապես կարող են տարբերվել։ Երկու կողմից է լինելու է ուժային ճնշում, երկու կողմից է լինելու է շանտաժ, երկու կողմից է լինելու են բազմաթիվ հաղորդումներ, որ մենք պատրաստ ենք կռվել, մենք էլ ենք պատրաստ կռվել, եթե դուք էս անեք, մենք ենք անենք եւ այլն։ Ես կարծում եմ մեզ սպասվում է մի քանի ամիս շատ բարդ գործընթաց, բայց ես նաեւ հիշեցնեմ, որ մի անգամ արդեն Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև տեղի ունեցել այդպիսի գործարք, ընդ որում եվրոպական խոշոր երկրների եւ Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ մյուս կողմը 6 երկրներից էր բաղկացած։ Ցավոք Միացյալ Նահանգները այդ գործարքից դուրս են եկել։ Գործարքը տեղի ունեցել նախագահ Բարակ Օբամայի օրոք, հետո եկել է Դոնալդ Թրամփը եւ այդ գործարքը չեղարկել է։ Հիմա Իրանի պահանջներից մեկը նաեւ այդ է, որ պայմանագիրը վավերացվի Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի կողմից, որովհետեւ որևէ նախագահ չկարողանա այն չեղարկել։ Ուստի եկեք որոշակի այտենց շատ զուսպ լավատեսությամբ սպասենք իրադարձությունների զարգացմանը, որովհետև եթե տարածաշրջանում խախտվի ուժերի հավասարակշռությունը եւ զինված բախում սկսի Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև, անկեղծ ասած Հայաստանի Հանրապետությունը շատ հեշտորեն կարող է զոհ գնալ պարզապես այդ Հայաստանին է ուզում անդրադառնալ, եթե այնուամենայնիվ բախումը լինի, ինչը դիրքորոշում են ընդունելու եւ Հայաստանը եւ Ադրբեջանը, քանի որ այստեղ պետք է նկատենք, որ Ադրբեջանը միշտ շահել է եւ միշտ ավելի ակտիվ գործել է, երբ աշխարհակաղակական տարբեր զարգացումներ են տեղի ունեցել։ Տեսեք, ճիշտ դիտարկում եք անում եւ ես ենթադրում եմ, որ եթե Միացյալ Նահանգները այնուամենայնիվ որոշում ընդունեն հարձակվել Իրանի վրա, ապա իրանք ունենալու են շատ բարձր հաշվարկ։ Իրանին այդ դեպքում պետք է զրկել արտաքին սահմաններից, մասնապես Սյունիքից, որը Իրանը օգտագործում է, ճանապարհ օգտագործում է ստույցան մատակարարումների համար, չէ։ Պետք է զրկել Սյունիքից, իսկ պետք է զրկել այդ դեպքում ինչ ձևով։ Թուրքիային եւ Ադրբեջանին պետք է այդ դեպքում թույլատրել պարզապես ռազմական ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այսինքն ստացվել է հետեւյալը, որ այն զարգացումները, որ տեղի են ունենում Իրանի շուրջը, անմիջական հետևանք են ունենալու մեր համար, եթե նույնիսկ մենք դրա կողմ չենք ու կապ չունի նույնիսկ մենք ինչ դիրքորոշում ունենք։ Լավ դիրքորոշում ունենք, վատ դիրքորոշում ունենք, Իրանի կողմն ենք, Իրանի դեմ ենք, դա կապ չունենալու։ Ըստ էության Ամերիկայի Միացյալ Նահանգները թույլտվություն է տալու Թուրքիան իր առանցքային դաշնակցին է տարածաշրջանում եւ Ադրբեջանին, որովհետեւ Ամերիկայի անմիջական դաշնակիցը չի, բայց Թուրքիայի դաշնակիցն է, ռազմական ագրեսիա իրականացնել։ Այդ պայմաններում ռազմական ագրեսիան կարող է լավագույն դեպքում կանխել կամ հետո հետ խաղարկել նախ Իրանի մասնակցությունը, որովհետեւ ի վերջո բախումը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ավելի շատ օդային է լինելու, Ամերիկայի Միացյալ Նահանգները ցամաքային ուժեր չունեն։ Բայց չի բացառում, որ Իրանը օրինակի ցամաքային ուժերը օգտագործի Սյունիքը պաշտպանելու համար, հա։ Երկրորդը նաև Ռուսաստանի Դաշնությունը կարող է միջամտել։ Կարող է, իսկ կարող է չմիջամտի, որովհետև դրա վրա էլ բազմաթիվ ուրիշ գործոններ են ազդելու, այն մասնապես նաև Հայաստանի Հանրապետության գործող ղեկավարության դիրքորոշումը։ Ուստի շատ բարդ այդ իմաստով հավասարում է, շատ բարդ, պետք է ամեն ինչ անել այնպես, որպեսզի եթե տեղի ունենա Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բախում, որը մեզանից չի ցավոք որևէ կերպ կախված, մենք առավելագույնս կարողանանք մեր ազգային շահերը պաշտպանել։
Եվ եթե ամփոփելու լինենք այս մեր ողջ հարցերը, այս գործող իշխանությունը կարող է մեր ազգային շահերը պաշտպանել, իզորու կլինի պատերազմ լինելու դեպքում դիմակայելու։ Տեսեք, պատասխանը, որպեսզի մենք դրան արժանահավատ պատասխան տանք, պետք է նայենք ինչա տեղի ունեցել նախկինում։ Նախկինում փաստացի համարյա ցանկացած սրման պայմաններում գործող իշխանությունները Հայաստանի Հանրապետության պարզապես հակաազգային կամ ազգային շահերին չհամապատասխանող գործողություններ են։ Դրա դասական օրինակը 2022 թվականին Պրահայում ստորագրված փաստաթուղթն է, որը ստորագրվել է այն պայմաններում, երբ որ արտաքուստ Ռուսաստանի Դաշնությունը սկսել էր Ուկրաինայի մղվող պատերազմում անհաջողություններ գրանցել, հա։ Եվ այդ պայմաններում գործող վարչախումբը շտապելով, ըստ էության խաղաքարտերը թափելով, եկել են եզրակացության, որ Ռուսաստանը վերջ է տարածաշրջանից հեռանալու է, պարտվում է եւ այլն, եւ գնացել ստորագրել այդ փաստաթուղթը։ Ժամանակը ցույց տվեց, որ Ռուսաստանը չպարտվեց, Ուկրաինայի պատերազմը չի հաղթել մինչև վերջ, բայց հաստատ չի պարտվել, չէ։ Իսկ մենք արդյունքում կորցրեցինք Արցախը, որը ցույց է տալիս, որ այս վարչախումբը ըստ էության առնվազն միջազգային հարաբերությունների ու միջազգային քաղաքականության մեջ չի կարելի նրան վստահել, որովհետև նա ոչ կոմպետենտ է։ Բայց դրան գումարում է նաև այն, որ բանակաշինության գործում էլ նա ծայրահեղ ոչ կոմպետենտ է, ծայրահեղ ոչ կոմպետենտ է, եւ նրա օրոք բանակի եւ թվակազմը կրճատվել, եւ բազմաթիվ սպաներ են հեռացել, եւ Արցախի պաշտպանության բանակն է կազմալուծվել ըստ էության, հա, թեև կարճ չկազմալուծվեր։ Նա մարտիկ ընդեղից վերադարձել են 95%-ը բանակի թվակ, 5%-ը մենք կորցրել ենք։ Քանի տոկոսն է այստեղ ընդգրկվել։ 20%-ը։ 95%-ը վերադարձել է, բայց դրա 20%-ն է, որ ընդգրկվել է։ Թեև կարող էր ամբողջապես ընդգրկվել։ Ընդհանրապես ամբողջ ստորաբաժանումը կարող էր պահպանվել եւ օրինակ Սյունիքում տեղաբաշխվել, որպես Սյունիքի պաշտպանության լրացուցիչ, այսպես ասած, կարևորագույն գործոն։ Եթե մենք ունենայինք իսկապես ազգային իշխանություն, մենք այդպես էլ կանենք, ասենք եթե մենք լինեինք իշխանության մեջ, այդ իրավիճակին բախվենք, մենք կաշխատեինք Արցախի պաշտպանության բանակը ամբողջապես պահպանենք իր ենթակառուցվածքով, հա, հրամանատարական կազմով, բանով եւ այլն։ Քանի որ այս իշխանությունը հակարցախյան է, թշնամաբար է վերաբերվում ցանկացած արցախյան, այսպես ասած ուժի, նրանք սեփական վախերից ելնելով այդ ամեն ինչը կազմալուծել են։ Ընդգրկել են ընդամենը 20%-ին, ընդ որում շատ հաճախ կոչումների պաշտոնների նվազեցման եւ այլն, մարդիկ իրենց չեն վստահում բնականաբար։ Իսկ մենք ունեինք, պետք է հասկանալ, ունեինք կռվող ուժ, հայկական կռվող ուժ, մարտունակ, որը ապացուցել էր իր մարտունակությունը նաեւ ադրբեջանցիների հետ վերջին բախումներում, որտեղ Ադրբեջանը տարբեր տվյալներով 3-ից 5 անգամ ավելի շատ կորուստ է ունեցել։ Սեպտեմբերի 23 թվականի սեպտեմբերին մղվող մարտերի 19-29, հա, 3-ից 5 անգամ ավելի շատ կորուստ է ունեցել։ Հիմա այդ կռվող ուժը այս իշխանությունը կազմալուծել է, որը եւս հավելյալ, այսպես ասած, փաստարկա ցավալիորեն նրա օգտին, որ երկը իրենց չի կարելի վստահել մեր երկրի անվտանգությունը։ Որտեղ այն գործոնները անվտանգության, որ կարելի էր մոբիլիզացնել եւ երկիրը ավելի ամուսարկել, իրանք հետեւողականորեն քայքայել են։ Մենք զրուցում էինք Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ։